Երևանի հայտնի ակումբներից մեկում Սերենայում ՔՊԱ-կան պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդու եւ գործող դատախազների որդիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով դատախազների որդիների ընկերները դանակահարվել են։ Իշխանություն լրատվականը օրեր շարունակ փորձում էր տեղեկությունը հաստատող փաստեր հավաքել։ Իրավապահները համառորեն պնդում էին, թե նման տվյալներ չունեն, սակայն մեր հետաքննությունից պարզվեց այլ բան։ Սերենա կատարած այցից պարզվեց, որ ակումբը փակ է։ Քննչական կոմիտեն դռները կապարակնքել է։ Ակումբի աշխատակիցները, կարծելով թե լրագրողը շարքային հաճախորդ է, հավատացնում են, որ դռները փակ են վերանորոգման պատճառով։ Սակայն մեր նկարահանած տեսանյութից էլ պարզ երևում է, որ կապարակնքված դռան վրա քննչական կոմիտեի կնիքն է։ Աշխատակցի միջոցով ակումբի տիրոջը փոխանցեցինք, որ ցանկանում ենք զրուցել։ Վերջինս նախ համաձայնվեց, ապա մերժեց։ Շարունակելով մեր հետաքննությունը պարզեցինք, որ դանակահարված տղամարդկանցից մեկը չպարզված հանգամանքներում տեղափոխվում է Վաղարշապատի հիվանդանոց։ Նույն օրը հիվանդանոցից ահազանգում են Ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին։ Քննչական կոմիտեից իշխանություն լրատվականի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ նոյեմբերի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու եւ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հատկանիշներով։ Անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվությունը եւ քննչական կոմիտեն եւ Ներքին գործերի նախարարությունը թաքցնում են։ Ավելին, մեր հետաքննությունը պարզել է, որ ակումբի նկարահանող սարքերի կրիչներն ուղղակի անհետացել են։ Հատկանշականն այն է, որ այս ակումբը հատուկ հսկողություն ունի։ Անվտանգության աշխատակիցները մետաղորսիչ սարքի միջոցով ստուգում են եւ տղամարդկանց եւ կանանց։ Դեպքին լավատեղյակ անձինք հայտնում են, որ դանակից բացի նաեւ հրազան է եղել, սակայն իրավապահները ենթադրաբար կոծկում են, հաշվի առնելով գործող անձանց շրջանակը։ Հարց է առաջանում, եթե վերահսկողությունը այդքան խիստ է, ապա ինչպես են ազդեցիկ ընտանիքների որդիները կարողացել սառը զենքով մուտք գործել ակումբ։ Լիա Սարգսյան, Իշխանություն լրատվական։